Crowdfunding անդրոքուտ նախաձեռնությունների համար համընդհանուր ֆինանսավորման այս տեսակը շուտով շունչ կտա Multart Plus, մուլտիպլիկացիոն ֆիլմերի ստուդիայի կողմից նկարահանվող անբան հուռին երաժշտական մուլտֆիլմին։ Ժապավենի ֆինանսավորման մի մասն իր վրա է վերցրել Հայաստանի ազգային կինոկենտրոնը, իսկ մոտ $10,000 հավաքվել է crowdfunding իրականացնող ամերիկյան Indiegogo կայքի միջոցով։ Հետաքրքրական է, որ 2012 թվականին նախագահ Օբամայի ստորագրած ստարտափ նախագծերի մասին օրենքի համաձայն ԱՄՆ-ի տարածքում առանց որևէ գրանցման կարելի է crowdfunding-ի միջոցով մինչև $1 միլիոն հավաքել։ Հայաստանում crowdfunding-ը սահմանափակող որևէ իրավական ակտ չկա։ Indiegogo-ով կազմակերպված դրամահավաքը բավականին մեծ օգնություն էր անբան հուռի ֆիլմը ավարտին հասցնելու համար։ Ընդհանրապես Indiegogo-ն մի հարթակ է, որը բոլոր այն նախագծերը, որոնք իսկապես հանրային են ու ժողովրդի համար են արվում, այսպես ասած, կարելի է անպայման օգտվել այդ հարթակից ու փորձել այդ հարթակը օգտագործել միջոցներ ձեռք բերելու համար, հետաքրքիր նախագծեր իրականացնելու համար։ Վերջերս հանրության ուշադրությանը ներկայացվեց անբան հուռին մուլտֆիլմի առաջին պաշտոնական թիզերը արժանանալով դրական բազմաթիվ արձագանքների։ Արթուր Միքայելյանն ասում է, որ անիմացիոն ժապավենը ստեղծվում է Դիսնեյի դասական տեխնոլոգիաների կիրառմամբ, հերոսների բոլոր շարժումները ձեռքով են նկարվում, ինչը նրա խոսքերով մուլտֆիլմին առանձնահատուկ հոգի է տալիս։ Սա անհնար է միայն համակարգչային տեխնոլոգիաների կիրառման պարագայում։ Անբան հուռին ես մի քանի անգամ արդեն նշել եմ, որ նախ եւ առաջ հանդիսացավ, այսպես ասած, ինստիտուտ բոլոր այն աշխատողների համար, որոնք այս պահին կան խմբում ու նկարանում են ֆիլմը։ Դա շատ կարեւոր էր, որ մոտ 6-7 նոր նկարիչներ, մուլտիպլիկատորներ, չգիտեմ, գունավորողներ, որ թիմում այս պահին աշխատում են, իրենց մասնագիտական հնարավորությունները, հմտությունները ձեռք բերեցին ֆիլմը նկարելու ընթացքում ու հաջորդ մնացած աշխատանքները կատարելու համար, նոր ֆիլմեր նկարանելու համար արդեն գոյություն ունի պրոֆեսիոնալ թիմ, որ կարող են ստեղծել նոր հայկական անիմացիոն ֆիլմեր։ Անբան հուռին մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերին։ Արթուր Միքայելյանն ասում է, որ ժապավենի թողարկմամբ իրենք նպատակ ունեն շարունակել հայկական մուլտիպլիկացիայի վերածնունդը։ Այժմ մի շարք նոր նախագծեր են քննարկվում։ պատասխան տալի։ Քեզ բան հարցնողը քաջնազարն էլի ու դու պատասխան չտաս։ Ben Serkuya. Աչքովս տեսածնեմ ասում։ Ինչ եք ասում կաշառակերա։ Այլանդակին եք։ Մարդակեր գազան ես հա։ Աչքը գահիս հետ տնկե։ Իրենց անկրկնելի կոլորիտով հայտնի հայկական երբեմնի փառավոր մուլտֆիլմերից այսօր միայն հուշեր են մնացել։ Բազմաթիվ կինոքննադատների կարծիքով արժեքավոր գործեր գրեթե չեն ստեղծվում, իսկ դիտողներն անհամբեր սպասում են, թե երբ է վերջակետ դրվելու հայկական մուլտիպլիկացիայի այս անփառունակ էջում։ Աշոտ Պողոսյան, Ամերիկայի ձայն հեռուստահանդես։